Ողջույն, ես Շուշանն եմ Մարուքի, Թումոյի հանրային կապերի պատասխանատուն եւ ինձ հետ է իմ գոլեգան Բելլա Վասիլյանը, Թումո լաբերի ղեկավարը։ Այսօր փորձելու ենք խոսել Թումո լաբերի եւ Թումոյի AI կրթության, արհեստական բանականության կրթության ինտեգրման եւ առհասարակ AI-ի հանրային եւ առհասարակ կրթության ոլորտում ունեցած կարեւորագույն դերի մասին եւ ինչ է անում Թումոն եւ Թումո լաբերը այս ոլորտում։ Առաջին հարցս Բելլա, կխնդրեմ պատմես մի փոքր ինչ անում առհասարակ Թումո լաբերը այսքան տարիների ընթացքում եւ ինչպես ստացվեց, որ առաջիններից մեկն ըստ էության փորձեցինք AI-ն ինտեգրել կրթության մեջ ու մի փոքր էլ կուզեմ ձևակերպես AI-ի կարեւորությունը այս տեսակ կրթական ոլորտում եւս։ Բարև Շուշան եւ մերսի։ Նախ Թումո լաբերի մասին մի փոքր խոսենք, Թումոյից տեղյակ ենք եւ կխոսենք դեռ ինք նախատեսված է 12-ից 18 տարեկանների համար, բայց լաբերը ստեղծվել են այն միտումով, որ երիտասարդներն ովքեր գալիս են Թումո, հետո շարունակելու հնարավորություն ունենան եւ ինքը թիրախավորվում է 18-ից բարձր մարդկանց երիտասարդներին եւ ինչու ոչ նաեւ մեծերին ու 2019 թվականին է մեկնարկը տրվել Թումոյի եւ Եվրոմիության համագործակցության շրջանակներում Թումո լաբերի կրթության ֆորմատը նույնպես նման է որոշ չափով Թումոյի ֆորմատին։ Մենք ունենք ինքնուսուցում, ունենք նախագծահեն ուսուցում, ունենք ինկուբացիոն ծրագիր ստարտափերի համար եւ նաեւ Հայաստանում ներկայացնում ենք 42 միջազգային դպրոցը։ Եվ ինչպես Թումոյում ամեն ինչ անվճար։ Այո, այնպես էլ անվճար է Թումո լաբերում։ Իհարկե մեծերի հետ աշխատանքը իր նրբությունները ունի բնականաբար եւ մեր համար կարելի ասել առաջնային է այն, որ երբ ուսանողը գալիս է որևէ բան սովորելու մեզ մոտ, դրանից հետո ինքը կարողանա իր տեղը գտնել աշխատաշուկայում։ Եվ եթե չի ուզում ընդունվի հստակ որևէ կազմակերպություն, այդ դեպքում միգուցե մենք տրամադրենք իրեն հնարավորություն ստեղծել իր կազմակերպությունը, ունենալ իր ստարտափը։ Մի հարց էլ տամ, կուսեմ այս հարցին մաքսիմալ այսպես ամբողջական պատասխանես, որպեսզի առավել ընդգծուն լինի Թումո լաբերի տված կրթության կարևորությունն, առանձնահատկությունները, ինչ բացեր է լրացնում այն պետական բարձրագույն կրթական համակարգի, ինչպիսի բացեր է լրացնում Թումո լաբերը եւ ինչ եք անում դուք, որ պետական, բուհերում գուցե ուսանողը դժվարությամբ կարողանա այդ կրթությունը ստանալ կամ գուցե հնարավոր էլ չի, որ բուհերում ստանա, ինչ է անում լաբերը այս տեսանկյունից։ Ես կասեի մենք աջակցում եւ համալրում ենք բուհական կրթությանը, այլ ոչ մրցակցում։ Մեր շենքում հավաքվում են երևի թե Հայաստանում եւ Երևանում բոլոր բուհերի թե շրջանավարտներ, թե ակտիվ ուսանողներ եւ իրանց համար հանդիպման հարթակա եւ տեղեկատվության գիտելիքի փոխանակման մի միջավայր մեր համար շատ կարեւոր եւ առանցքային եղել ի սկզբանե համագործակցել բուհերի հետ եւ ստեղծել այն տեսլականը, որ ուսանողն ով սովորում է բուհում, ստանում է կարևոր ֆունդամենտալ գիտելիք, կկարողանա գալ մեր շենք եւ այդ գիտելիքը կիրառելու հնարավորություն ունենա։ Ըստ էության, ինչպես Թումոն է լրացնում, այսպես ասած, հանրակրթական դպրոցների կրթական ինչ որ ճյուղ, այնպես էլ ըստ էության Թումո լաբերը ավելի բուհերի հետ է համագործակցում։ Ես կարող եմ օրինակ բերել, որ մենք համալսարանների հետ համագործակցություն ունենք հստակ հաստատված եւ գործում է մի քանի տարի, երբ ուսանողները 3-րդ կամ 4-րդ տարվա գալիս են մեզ մոտ եւ հստակ կիրառական նախագիծ են իրականացնում, ավարտում են նախագիծը հետագայում ցույց են տալիս իրենց բուհում եւ կարողանում են ստանալ կրեդիտներ, որոնք բուհին ցույց են տալիս, որ ուսանողը 4 ամիսների ընթացքում այն ինչ ինքը ֆունդամենտալ սովորել էր, կարողացել է արդեն իր ստեղծած պրոյեկտի միջոցով ներկայացնել եւ կիրառել։ Դա երևի մեր համար ամենակարևոր կետերից է, որ մենք փորձում ենք միշտ կապը պահպանել։ Հրաշալի համագործակցություն, պետական կառույց, բուհ թե դպրոց լինի, Թումոն միշտ համագործակցում է եւ փորձում ինչ որ առումով նաև լրացնել այնինչ դժվար է ստանալ այդ հանրակրթական կրթության սիստեմի մեջ։ Մի հարց էլ երևի Բելլա, կուզեմ պատմես AI-ը, քանի որ արհեստական բանականությունն առհասարակ շատ կարևոր ստացվում է տենդենս, կարևոր կոմպոնենտ է կրթության մեջ, ըստ էության գրագիտության սահմանները ներկա ժամանակներում ընդլայնվել են եւ գրագետ կարող է համարվել մարդը, որ նաեւ օգտվել գիտի AI գործիքներից, արհեստական բանականության մի շարք գործիքներից եւ
դժվար է պատկերացնել, որ Թումոն եւ Թումո լաբերը ինչ որ կերպ անմասն պիտի մնային, կպատմես մի փոքր AI մասին։ Երևի Միքայել հետ անենք եւ խոսանք գրագիտությունից առհասարակ մեր օրերում, որը եթե նայենք իր բացատրությունը, գրագիտությունն ինչ է նշանակում եւ ինչ է միշտ նշանակել, դա գրել, կարդալ, լսել եւ հասկանալն է, որը մեր օրերում այո, տեղ ունի, բայց ինքը ամբողջությամբ փոխվել է։ Ինչն ենք գրում եւ ինչն ենք կարդում, ինչ եւ ում ենք փորձում հասկանալ, այստեղ արդեն բացի դիմացի նստած մարդուց կան նաեւ արհեստական բանականությունը եւ իր հետ խոսելու ունակությունն ու կարողությունը, ու մինչև Թումո լաբերին անդրադառնալը ես կասեի առհասարակ Թումոից է սկսվել այդ արհեստական բանականության կրթության միտումը եւ կարեւորությունը, երբ վերջին տարիներին շատ մեծ շեշտրվեց, այո, տարիներ շարունակ Թումոն անում է լաբեր, աշխատարաններ, արհեստական բանականությանը նվիրված եւ այդ թեմայով, որտեղ սովորացնում ենք ուսանողներին օգտվել արհեստական բանականության տարբեր գործիքներից, ինչու՞ չէ նաեւ ստեղծել այդ գործիքները, իսկ անցյալ տարի աշնանից արդեն AI-ը, արհեստական բանականությունը որպես առանձին կրթական ուղղություն, այսինքն ինչպես ռոբոտաշինությունը, ինչպես խաղերի ծրագրավորումը, երաժշտությունը, ֆիլմ մեյքինգը եւ լուսանկարչությունը, այնպես էլ AI-ը առանձին կրթական ուղղություն է, որը պետք է ուսանողը սովորի, որպեսզի համարվի գրագետ, այո, եւ այդ գրագիտությունը ըստ էության պետք է տալ ըստ Թումոյի մոտեցման եւ առհասարակ այդպես է ըստ էության ստացվում ժամանակակից աշխարհում, որ առանց AI-ի գրագիտություն գոյություն չունի այս օրերին, արհեստական բանականություն իմանալու, բայց քանի որ կա արհեստական բանականության հանդեպ մի փոքր վախ, մտավախություն, որ գուցե փոխարինի մարդուն, ու եթե Թումոյական ես 12-ից 18 տարեկան շրջանում այս մտավախությունը գուցե չլինի, ավելի շատ կա գուցե ձեր ուսանողների հարցում, որոնք մտավախությունն են, որ գուցե արհեստական բանականությունը իրենց փոխարինի։ Հիմա կասես ձեր ուսանողների հետ ինչպես եք աշխատում ու ոնց եք փորձում AI-ին ինտեգրել Թումո լաբեր։ Շատ ճիշտ դիտարկում է, որովհետև երեխաները կարծում եմ ավելի խաղային են վերաբերվում այս ամեն ինչին եւ իրանց համար նոր է, իրանք արդեն այդ լեզվով խոսելով են մեծանում, ինչը վերաբերում է մեր ուսանողներին, ովքեր տարիներ շարունակ օրինակ ծրագրավորում են սովորում եւ դա է իրանց մասնագիտությունը, մեր օրերում մենք փորձում ենք նենց անել, որ իրանք կարողանան այն գիտելիքը, որ իրանք ունեն խոսելու համակարգչի հետ, համակարգչի լեզվով խոսելու գիտելիքները, օգտագործեն արհեստական բանականությունը ներդնել եւ ավելի լավ պրոդուկտներ ստեղծել։ Մենք վերջին տարվա ընթացքում, տարվա չէ, տարիների ես կասեի, մեր նախագծահեն ուսուցման կտորում ունեցել ենք մի քանի շատ պրակտիկ եւ խորը ուսումնասիրություններ ենթադրող պրոյեկտներ, որտեղ ուսանողները եկել են եւ շատ մանրամասն սովորել են ինչպես ստեղծել արհեստական բանականությունը եւ կիրառել հստակ բիզնեսին անհրաժեշտ խնդիրներում, բայց շատ կարևոր է նշել, որ բացի նրանից, որ այո ծրագրավորողներն են, ովքեր միգուցե կիրառում են արհեստական բանականությունը կամ առաջին հերթին մտածում ենք ինչպես կարող է ԱԲ-ն փոխարինի իրենց կամ օգնի, շատ կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր մասնագիտացում ունեցող մարդու կյանքում արհեստական բանականություն ունի դեր եւ խոսքը չի գնում տեխնիկական գիտելիքների մասին, այլ գնում է գրագիտության եւ ճիշտ հաղորդակցվելու մասին։ Ես կարծում եմ մեր օրերում արդեն կարևոր է դարձել, միայն ես չեմ կարծում, բոլորն են կարծում, որ մեր օրերում ավելի կարևոր է դարձել լեզվամտածողությունը, լեզուների իմացությունը եւ ավելի փափուկ հմտությունները, քան տեխնիկական հմտությունները։ Այս գրային հմտությունները, որ AI-ը չի կարող փոխարինել, նկատի ունես։ Ես կասեի այն հմտությունները, որը AI-ը կիրառելով մենք մեր ավելի մարդակենտրոն որոշումներ կայացնելը ես կասեի, երևի թե մնում է փափուկ հմտությունների հիմնված այդ հմտությունների վրա, քան տեխնիկական։ Կարելի է արհեստական բանականությունն օգտագործել, վերլուծել, կանխատեսել, միգուցե ստեղծել քո մեխանիկական աշխատանքը իրան տալ, բայց հետո իր ստեղծած գործիքների կիրառմամբ միգուցե տալ լուծումներ եւ կայացնել որոշումներ, որոնք միգուցե միայն մարդը իր իսկ միջավայրում ապրող կկարողանար կայացնել։ Մեր համար շատ կարևոր է ուսանողներին տալ
գիտելիք, որը ոչ միայն տեխնիկական է, այլ կխոսենք նաև ԱԲ-ի էթիկայի մասին, ինչպես կիրառել արհեստական բանականությունը կյանքում, թե կլինես դու որևէ կրեատիվ ոլորտի մասնագետներ կարիք ունեն ըստ էության։ Այո, եւ դա ամբողջությամբ գալիս է, ես կասեի, Թումոյից։ Այո, քանի որ Թումոյում առհասարակ ով գիտի, որ Թումոյում արդեն արհեստական բանականություն ենք սովորեցնում ուսանողներին, մեր երեխաներին, այսպես ասած, ու քանի որ վերաբերմունքն էլ է արհեստական բանականության հանդեպ երկակի է, ոմանք խուսափում են, ոմանք վախենում են, ոմանք ասում են չարիք է պետք չէ օգտագործել, միշտ ինձ հարցնում են ինչու եք սովորեցնում այդ տարիքից։ Ես միշտ ասում եմ, որ պետք է հենց այդ տարիքից սովորեն օգտագործել, դառնալ ինչպես մեր Թումոյում ընդունված տերմին ունենք, չէ, սուպեր օգտատեր, super user դառնալ, ոչ թե պարզապես օգտագործել, որ քո փոխարեն անի գործ, քո փոխարեն անի դաս, քո փոխարեն լուծի քո խնդիրները մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ այլն, ինչ որ շատ ուսանողներ վստահաբար անում են, շատ աշակերտներ անում են, այլ սովորել իրեն նայել որպես գործընկեր, որպես ընկեր, որը քո գործը կարող է հեշտացնել։ Ըստ էության Թումոն փորձում է տեղ հասցնել բոլոր ուսանողներին, իր ուսանողներին լինի Կապանում, Մեղրիում, թե Գյումրիում, թե Երևանում, որ AI-ի թուլերով, արհեստական բանականության թուլերով, գործիքներով դու կարող ես քո մեկ սենյակում նստած հնարել ստեղծել մի այնպիսի բան, որը մրցակիցն է Բերլինում նստած քո հասակակից պատանի։ Այսինքն արհեստական բանականությունն ըստ էության կոտրում է բոլոր սահմանները, բացում է աշխարհը քո առաջ, քանի որ առաջ եթե ինչ-որ մի գործիք, ինչ-որ մի պրոդուկտ, սերվիս ստեղծելու համար քեզ պետք է լինելու մեծագույն թիմ, մի 20 հոգանոց, հիմա ըստ էության մենակով, եթե դու գիտես ոնց օգտագործել, գիտես ոնց հրահանգներ տալ, որը AI tool-ից օգտվես, որ ինչը ստանաս, կարող ես մի ամբողջ տիեզերք ստեղծել առանց օգնության։ Դա փորձում է անել Թումոն եւ ըստ էության նաեւ լաբերը։ Գիտեմ, որ լաբերում ունենք հրաշալի նորություն։ Կարող եք դրա մասին պատմել։ Կարծում եմ մի փոքր հակիչ ներկայացնենք, որ արդեն մեկնարկել ենք մեկ շաբաթ առաջ նոր ճյուղ, մինչ այս միայն ծրագրավորման լեզուներ էր, կիբերանվտանգություններ եւ այն ճյուղերը, որոնք նշեցի, ունենք նոր ծրագիր, որը կոչվում է AI on-ramp, ինչ իրենից կարելի ասել ներկայացնում է մի ուղի, որը ձեզ տանելու է, մոտեցնելու է արհեստական բանականության եւ այն ճանապարհն է լինելու, որտեղ դուք արագ տեմպերով կկարողանաք հասկանալ ինչ գործիքներ օգտագործել, որտեղ իրանց օգտագործել, դա շատ կարևոր հարց է, որտեղ է պետք ներդնել, որտեղ պետք չէ ներդնել արհեստական բանականությունը եւ ձեր աշխատանքում կարևոր չէ թե դուք որ ոլորտից կլինեք, կիրառել եւ ստեղծել շատ ավելի հետաքրքիր պրոդուկտներ։ Այո։ Մեկնարկը մեկ շաբաթ առաջ ենք տվել եւ շատ հույս ունենք, որ սա եւս մեկ քայլ առաջ կբերի եւ կմոտեցնի Հայաստանին միջազգային ասպարեզին եւ միջազգային շուկային, որովհետեւ մեր օրերում մի քանի տարի առաջ երևի տվյալներն էին, որոնք ամենակարևոր գործիքն էին, կարելի ասել, երկրների հարաբերությունների եւ քաղաքականությունների մշակման հիմքում, կարծում եմ հիմա արհեստական բանականությունն է եւ ինչքանով գրագետ է հասարակությունը եւ որտեղ է դա կիրառում։ Կարծում եմ այն պարզագույն գործիքները, որոնք հիմա ինձ թվում է Հայաստանում շատերը օգտագործում են ուղղակի հարց-պատասխան տալու համար, ոնց որ Google-ից են օգտվել տարիներ շարունակ, դա չէ գրագիտությունը, այլ իմանալ որտեղ ներդնել իրան եւ որտեղ չարժի եւ ինչպես խոսել եւ ճիշտ օգտագործել այդ ինֆորմացիան։ Խոսքով երկուսս էլ ուզում ենք կոչ անել եւ հրավիրել բոլորին Թումո եւ պատանիներին, որոնք 12 տարեկանից սկսած կարող են ընդունվել Թումո, սովորել լիք ուրիշ մասնագիտական, այսպես նախահիմքային կրթություն ստանալ, այնպես էլ AI, քանի որ դա է ապագայից եւ AI-ից արհեստական բանականությունից խուսափել, վախենալ, այն համարել ինչ որ չարիք եւ մեզ փոխարինող գործիք պետք չէ, այլ պետք է այն սովորել, որpիսի այն չլինի վախենալու եւ չլինի մեզ փոխարինող, նաեւ գալ Թումո լաբեր, որտեղ եթե մեծ եք արդեն, ձեր 18-ը լրացել է եւ դեռ 100-ը չի լրացել, անգամ եթե լրացել է եւ ուզում եք նոր բան սովորել, այո, համեցեք Թումո լաբեր, որտեղ 24 ժամ օրը եւ շաբաթը 7 օր դռները բաց են, սպասում են բոլոր ցանկացողներին, ովքեր ուզում են սովորել կարևորագույն մասնագիտություններ, գիտելիքներ ստանալ, ստեղծել, ստեղծագործել եւ ինչ բելա։ Եվ միգուցե վերափոխել իրենց կյանքը, սկսել նոր մասնագիտություն կամ ստեղծել իրենց կազմակերպությունը։
Մի բան կուզեմ ավելացնեմ իրականում, Շուշան դու խոսեցիր Թումոյից, կրեատիվությունից, տեխնոլոգիայից եւ ԱԲ-ից, ես մի փոքր կուզեմ շարունակել եւ այդտեղ ավելացնել նաեւ մեր առհասարակ քաղաքականություն մշակող ինստիտուցիոնալ կտորը Հայաստանի Հանրապետության, որովհետեւ այո, գալիս են օրինակ Թումոլաբեր ուսանողները, սովորում են ծրագրավորում, սովորում են օգտագործել արհեստական բանականություն, ստեղծում են իրենց պրոդուկտը, բայց որ ոլորտի համար են ստեղծում այդ պրոդուկտները եւ ում հետ միասին, դա շատ կարեւոր կարծում եմ մեզ տարանջատող կետ է։ Մենք շատ ենք համագործակցում մեր պետության եւ ենթակառուցվածքների հետ ու փորձում ենք մեր ուսանողներին դրթել, որպեսզի իրանք ստեղծեն եւ կիրառեն այդ բոլոր գիտելիքները Հայաստանին իօգուտ, այո։ Մեր բոլոր ծրագրերը սովորաբար լինում են գյուղատնտեսության, կանաչ տեխնոլոգիաների շրջանաձև տնտեսության խնդիրները լուծելուն միտված։ Կիբերանվտանգություն չէ նաեւ։ Այո, եւ նաեւ կիբերանվտանգություն եւ կարծում եմ այսօր բոլորս հավաքվել ենք եւ խոսում ենք քաղաքականությունից, ինովացիայից, ինձ թվում է այդ ամեն ինչը ստեղծվում է, երբ որ բոլոր այս կառույցները կարողանում են իրար հետ համագործակցել եւ կարծում եմ այս շարքի գլխավոր իմաստներից մեկն էլ դա է, եւ մենք որպես ոչ ֆորմալ կրթական հաստատություններ, պետական մարմինները կարողանում են իրար հետ գտնել այն եզրերը, որտեղ մեր ուսանողի դա կլինի 12 տարեկան Թումոցին, թե կլինի 55 տարեկան մեր դեպքում անգամ համալսարանի դասախոս, ով փորձում է մի նոր բան անել, իրանք իմանան, որ այդ ամեն ինչը տեղի չունենում առակտված եւ կիսած, այո, կամ էլ հենց այնպես ինքնանպատակ, այլ ծառայելու որոշակի նպատակի, որն է պետության որոշակի ռեսուրսներում կամ օղակներում ծառայեցնել այդ նոր ստեղծվածը իշահ պետության զարգացման եւ համաշխարհային այս քարտեզի վրա Հայաստանը որպես ինովացիոն կարևոր տեխնոլոգիական այսպես երկիր ամրագրելու տեսանկյունից։ Այո, եւ երբ խոսեցինք, որ օրինակ Թումոցին գալիս է, որ սովորի կրեատիվություն, մեր դեպքում, քանի որ մենք աշխատում ենք մեծերի հետ եւ կա այստեղ նաեւ աշխատաշուկա, մեր համար կարեւոր է, որ այն ճյուղերը, որ մենք ստեղծում ենք, ոչ միայն մեր համար, կարծում եմ յուրաքանչյուր կրթական հաստատության համար դա մեծ կարևորություն ունի, այն ուղղությունները, որ մենք ներդնում ենք Թումոլաբերում, երբ ուսանողը գալիս է սովորում եւ ավարտում է, պետք է հետագայում ունենա նաև աշխատաշուկայում իր տեղը։ Երբ որ մենք օրինակ կիբերանվտանգությունը մեկնարկեցինք, մենք աշխատեցինք եւ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև մեր պետական մարմինների հետ, կառավարության հետ, կենտրոնական բանկի հետ, քանի որ իրանք էին այն կառույցները, որոնք շարունակելու էին եւ ստեղծելու էին այն աշխատատեղերը, որոնք ունեին մասնագետների, չէ՞։ Այո, որոնք կարիք ունեին մասնագետների։ Երբ մենք իմացանք ընդհանուր աշխատատեղերի քանակը, որը լինելու է Հայաստանում եւ կարեւորությունը, որ այս ոլորտը ունի, մենք ջանք չխնայեցինք, որպեսզի լավ կրթական կոնտենտ ստեղծենք եւ նախագծեր ստեղծենք ուսանողների համար։ Այս կապը եւ շարունակականությունը երևի թե մեր պետության դեպքում ամենակարևոր կետերից է եւ հույս ունեմ, որ այն հարթակը, որը ստեղծվում է մեր օրերում եւ նաեւ այսօրվա միջոցառման շրջանակներում հնարավորություն կտա եւ մեզ եւ այլ կրթական հաստատություններին հասկանալ ուրագնում Հայաստանի Հանրապետությունը, ինչպիսի քաղաքականություններ են մշակվելու եւ ոնց կարող ենք ստեղծել այդ կապը երիտասարդի, մեծի եւ պետության միջև, ինչպես կարծում։ Ես շատ ուրախանում եմ, որ Թումոլաբերը ստեյության դառնում են հարթակը, որ քո ասած բոլոր օղակները մեկտեղում եւ կապում է իրար, ստեղծում է մասնագետներ, այսինքն ստանում է պահանջարկի ազդակը, որ պահանջարկը կա այս մասնագետներից, ծնվում են նախագծերը մեր պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, կրթական այդ ամբողջ համակարգը համակարգ, ինչպես իրենց կրթել սովորեցնել, ինչ պրոյեկտների հիման վրա, ինչ նաեւ նախագծերով, որոնք պրոդուկտ են ի վերջո տալու եւ այնուհետեւ այդ ամենը հասցնել աշխատաշուկա, այսպես ասած, որտեղ նրանց կարիքը կա ըստեյության հարթակ է պահանջարկ, առաջարկ աշխատաշուկայում ու սովորական պահանջարկ առաջարկ չէ, այլ շատ կարևոր բաց է, որ պետք է լրացվի, քանի որ ժամանակակից աշխարհում այնքան արագ են փոխվում, այս դինամիկան այնքան արագ է, նորագույն մասնագիտությունների, նորագույն կարիքներն այնքան շատ են, որ երևի նորից եւս մեկ անգամ կոչ անեն գալ սովորել արհեստական բանականություն հենց մեզ մոտ
քանի որ վաղը շատ ավելի կարիք է լինելու արհեստական բանականության մասնագետների, գործիքներ ստեղծողների եւ այդ գործիքներն աշխատացնողների, չես կարծում։ Համաձայն եմ եւ նաեւ շատ կարեւոր է, որ նաեւ ունենք կարիք մարդկանց, ովքեր այդ տեղեկատվությունը կվերցնեն եւ կվերլուծեն, մարդիկ, ովքեր ունեն արհեստական բանականության հետ աշխատելու եւ մտածողություն ստեղծելու կարողությունները եւ կարծում եմ այս այն շղթան է, որ պետությունը նույնպես պետք է որդեգրի եւ ստեղծի հնարավորություններ, որ մարդիկ կարողանան այս ուղղությամբ զարգանալ եւ աշխատել։